կան եթեթնավը։ Ինստիտուտի առաջի կուրսում էր սովորում, ճիշտն ասած այդ տարին լավ ավարտեց ու թուղթ կանչեցին, նույնիսկ ասեցին ես ոնց է որ մի տարի ուշ ես եկել, որ պիտի շուտ տարած լինեին։ Ծենց տարան Մարտակերտի սկզբից տարան Ասկերան, հետո ինքը քաշել էր այդ թուղթը Մարտունի 3, Ղարաբաղի Մարտունի 3 հրետանավորների բաժնում էր։ Ընդամենը երբ են տարել, օգոստոսի 7-ին տարել են, սեպտեմբերի 1-ին տարան Մարտունի, 23-ին ծննդյան օրն էր, ես զանգեցի բալես, բա ծնունդդ չեք նշում, ասես մամա տղաները դիրքերում են, պիտի գան, որ նշենք, քիչ են իրանց այդ չաստում։ Ես 23-ին արդեն 19-ը լրացավ, ծնունդը չնշեցին, ճիշտն ասած չգիտեինք, որ, բայց իրանք լավ էլ գիտեին, որ պատերազմ է սպասվում, որովհետև ամբողջ չաստը համար 1 էր համարված, որ պիտի բոլորը դիրքերում լինեն։ Ինքը որ նորակոչիկ էր, ասենք, ընդամենը մի ամս 27 օրվա այդտեղ այդ Մարտունիում 27 օր էր։ 27 օրից հետո իրան ինչ պիտի տան։ Բայց դե որ պատերազմը սկսվեց, ինքն էլ էր այնտեղ կռվեց 23 օր, հոկտեմբերի 23-ին տեղափոխեցին իրենց տեղափոխեցին, հենց այդ օրն էլ զոհվեց։ Ճիշտն ասած ես չգիտեի որտեղ է այդ Մարտունին, ոնց է, ես ընդհանրապես Ղարաբաղ չեմ եղել, ու մեզ չթողեցին որ գնայինք, կորոնա էր այդ ժամանակ։ Չէ, նույնիսկ Պրիսյակին չթողեցին գնայինք։ Ու տենց էլ ոչ գիտեմ, որ չաստներ, ինչ էր, ինչ, ոչ մի բան, ոչ մի տեղեկություն չունեմ։ Մեկ էլ տենց բերեցին, որ արդեն երեխուս անուն ազգանունը ճիշտն ասած չէին էլ ասել, որ զոհվել է։ Մենք պրպտեցինք 9 օր լուր չունեինք, պրպտեցինք, նոր տեսանք, որ այդ հերացու վրա մորգում էր ինքը։ Տեղից նոր վերցրել բերել ենք։ Վերջ էլ ուրիշ ոչ մի բան։ Իսկ որ ասում եք գիտեին պատերազմը լինելու, ինչ էին, ինչ տեղեկություն ունեք, պատրաստ էին, թե դե չէ, ինչ գիտեն, երեխեքն էլ չգիտեին։ Ես նկատի ունեմ, եթե ամբողջ չաստը դիրքերում էր, ղեկավարությունը բնականաբար գիտեր, որ ասենք մի ինչ որ բան լինելու է։ Դե չէին էլ իրանք նորակոչիկ են, նրանց ինչ պիտի ասեին, որ ասենք կռիվա լինելու թե չէ։ Ինձ թվում է, ես նույնիսկ չգիտեմ ինչ պայմաններում է զոհվել իմ երեխեն, ոնց է զոհվել, որտեղ, ոչ հրամանատարի անուն գիտեմ, ոչ չաստի համար գիտեմ, ոչ մի բան չգիտեմ։ Ընդամենը 2 ամիս էր, ընդամենը 2 ամսվա ծառայող ու ասես վերջ, բերեցին, տվեցին դիակը ու վերջ։ Ինչ ասեմ, ոչ մի բան չկա ասելու։ Հիմա 5 տարի հետո չկա Արցախը ու ստացվում է, որ չգիտեմ, դուք ոնց եք գնահատում Արցախը, գիտեք ինչ, ես հիմնականում արցախցիներին եմ մեղադրում։ Արցախցիները այդ որ հիմա այնտեղ նստել են, այնտեղ սպասում են, որ ազատեն իրենց, բացի Ռուբեն Վարդանյանից, նրանց բոլորին պետք է սենց կտրտեն մարմինը, աղը լցնեն վրեն, չթողեն որ մեռնեն։ Եթե դուք տղամարդ էիք, գերության մեջ գտնվող մարդկանց հասցեին չեմ կարծում կարելի այդպես բաժանել։ Դա քիչ է իրանց։ Եթե նրանք տղամարդ լինեին, եթե իրանք իրոք իրանց ազգի նվիրալներ էին, նրանք չպետք է գնային իրանք իրանց ձեռով հանձնվեին։ Երբեք հերոս մարդը ու հայրենիքի նվիրված մարդը երբեք չի գնա գլուխը կախի թուրքի առաջ։
Ինքը կարար գնար զենքը վերցներ, կանգներ, ժողովրդին էլ իր հետևից տաներ, զոհվեր, բայց ինքը չգնար Թուրքիա առաջ ծնկի չգար։ Բայց սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ արցախցիներն ամբողջ ուժով կռվել են, չէ՞, դա փաստ է Դե փաստը հա պիտի կռվեն, բա իրանց երկիրն է պիտի պաշտպանեն։ Այսինքն մարդիկ պայքարել են ինչքան կարողացել են, դե ղեկավարությանը մի կողմ դնենք։ Ղեկավարն է մեղավոր, եւ երբ որ ղեկավար չունի, երբ որ ոչխարի հոտը ղեկավար չկա տանող, որտեղ այդքան զենքը թողեցին եկան, ժողովուրդին որ ղեկավար լիներ, կկանգնեին ոտքի ու լավ էլ կպայքարեին։ Բայց նույն ժամանակահատվածում դուք երևի գիտեք, որ Հայաստանի իշխանությունները խոսում էին այն մասին, որ չպետք է խառնվեն եւ չաջակցեցին, այսինքն Արցախը եւ արցախցիներին թողեցին միայնակ։ Եվ այդ դեպքում բնական է, չէ, որ փոքր Արցախը չէր կարողանալու դիմադրել թշնամական այդ մեծ հարձակմանը։ Ես չգիտեմ, իմ կարծիքն եք հարցնում, ես ասում եմ, նրանք բոլորով որ ոտքի կանգնեին, իրանց երկիրը կպաշտպանեին։ Բոլորով։ Մենք դարեդար ունեցել ենք այդ ձևի պատմությունները, տենց լավ էլ պայքարել են, լավ էլ, բա ինչի են ասում Արցախը երբեք չենք տա, ժողովուրդը երբեք, այդքան զենքը թողեցին եկան, թող պայքարեին։ Իմ երեխեն գնաց զոհվեց, նրանց համար չէ, բա թող իրանց երեխեքն զոհվեին։ Դե նրանց ու մեր տարբերություն դնելը որքանով է ճիշտ հաշվի առնելը, որ դա մեր ընդհանուր հայրենիքն է եւ բացի այդ կրկնում եմ արցախցիներից մեծ զոհեր կան, այսինքն այնպես չէ որ նրանք չեն մեծ զոհեր ես գիտեմ եւ այդ նարատիվը որ չեն 120,000-ից 500 հոգի զոհվել է 500 չեն զոհվել 500 փաստացի ասեցին երբ որ բնակչության հաշվով բենզինի ժամանակ 200-ից ավել են զոհվել երբ որ տրակեց բենզին բայց այդ մնացած ժամանակ 500 հոգի էր ես լավ տեղյակ եմ որ ընդհանուր 120,000 Արցախի բնակիչներից զոհվել է 500 հոգի հետո նորեն որ արդեն վերջի օրը պայքարում էին այդ տվյալները արդեն չգիտեմ ու այդ որ բակը բենզինի պայթեց այդ ժամանակ չգիտեք ինչ ժողովուրդը մեղավոր չի ղեկավարություն չունենք սկսած Լևոնից մինչև այսօրվա Նիկոլից բոլորը երկիրը ծախում են ուտում են ոչինչ չեմ կարող ասել ուրիշ ոչ մի բան ժողովուրդը ինչ մեղավոր է Նիկոլի Լևոնից սկսած Լևոնն է Սերժն է Քոչարյանն է էսեն վերադե էսեն նրանց շարունակությունն է նրանք են նրան պաստվես եկել նստել աստեղ բայ դուք կարծում եք հենց այնպես Սերժը վերցրեց ղեկավարությունը նվիրեց Նիկոլին չէ էսա մեր պատմությունն էսա իրանց պատճառով իրանց լակոտներին ճանապարհեցին ամբողջ արտասահմանները մեր խեղճ ու կրակ երեխեքին այ հեսա զոհեցին իրանք հաճույքի համար հիմա իրանք միլիոնները վայելում են մենք էլ ստե մխկտում ենք էսա կյանք էս մեր երկրի իրականությունը սա է ուրիշ բան չկա Արցախը Հայաստանը ինչա բոլորն է ծախված են իսկ ինչ մնում է Ես Նիկոլին էլ չեմ ընդունում որպես ասենք ինքը ինչ ղեկավար բայց ինչ որ մնում է նրան գլուխները կախ գնացին հանձնվեցին այդտեղ իմ ցավս է գալիս որ դուք տղամարդ չէի այդտեղ դրված էր արցախցիների անվտանգ Արցախից դուրս գալու հարցը այսինքն տեղեկությունն այդպես է որ եթե Արցախի իշխանությունները չմնային Արցախում այնտեղ կար սպառնալիք որ բնակչությանը չէին թույլ տա Արցախից դուրս գալու այսինքն կարելի ասել եթե նրանք հանձնվել են ապա այն պատճառով որ Արցախցի հասարակ ժողովուրդը անվտանգ դուրս գա Արցախից տեղեկությունը համենայն դեպս մեզ հասած այդպես է դե իրանք այտենց կասեն իրանց արդարացնելու համար իհարկե այտենց կասեն որ ասենք մենք հանձնվեցինք որպեսզի Արցախի